Մարդիկ կան, որ հենց մտնում են այս շուկա, որ փող աշխատեն։ Գովազդը նրա համար չի, որ դուք այս պահին վաճառք ունենաք։ Կարա 45 միլիոնի ձեզ հետ բերի այդ եկամուտը մի տարվա կտրվածքով օրինակ։ Մի քանի օր առաջ հումորային հոլովակ էինք տեղադրել, մամաս տենց մի քիչ տենց բաց հումոր էր արել։ Մեկ-մեկ ծաները տանում, ասեց արի արխիվացրի այդ հոլովակը, բայց հետո փոշմանեցի, այտարրա կոմպլեքսավորեց, ինձ համարում էի մոլորակի ամենաչաղը, բայց այս քաշից, որ հենց հիմա կամ մի 15 կիլոնի հարել, սննդաբանը ասեց, որ ես ուզում եմ աուդիտորիա ձեռք բերեմ այդ հաղորդումը, ես ռեալ ուզում էի նիհարեի։ Բլոգերները հարկվում են, թե ոչ։ Քաղցկեղով հիվանդ մարդիկ են գրում, որ հիվանդանոցում այդ սարսափելի ցավերի մեջ ասում են քո ամեն սթորիով մեր կյանքը sense մի 5 օրով ավելի է երկարում։ Դպրոցում տանում են ինչ-որ ստիկերներ էի վաճառում 50 դրամով թափած էր բոլոր խանութերում ամբողջ լիստը։ Ես հատը ծախում եմ 300 դրամով։ Էվիկի չէ սպասումը կարելի է օրինակ վերել։ Ինչի Սուրենը ուզում, որ մենք ինչ-որ հեղինակների գրքեր տեղեկացված լինեն։ Գերներից մեջ կան TikToker-ներ հենց որ այդ ինձ մի ասա տենց, ինձ ասա բլոգեր, քոնես բռնում այդ ոլորտով։ Եթե հետաքրքրված ես բիզնեսով ու անձնային բրենդի զարգացմամբ եւ արդեն իմ ալիքում ես, ապա բաժանորդագրվիր ու սեղմիր զանգակին, ծանոթանալու իմ հետագա հյուրերի հաջողության պատմություններին։ Զանգակը։ Էլեն, շնորհակալ եմ առաջարկ ընդունելու համար զրույցի։ Շատ ուրախ եմ, որ իմ հյուրն ես այսօր։ Ես գիտեմ, որ քո լսարանի հետ բազմիցս խոսում ես քո կրթության, փորձի, մասնագիտության մասին, բայց մեր հարցազրույցը եւս սկսենք դրանից, ինչ կրթություն ունես եւ ինչ մասնագետ ես։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի սերվիս туриզմ բաժինը, սերվիզագետ կարելի ասել, բայց կարելի է շատ տեղերում կարելի է աշխատել, ցանկացած տեղ որտեղ սերվիս ոլորտը կա, կարելի է աշխատել, դրա համար հասկացա, որ շատ մեծ ոլորտ է ու իմ տեղն է, туриզմում էլ կարող եմ աշխատել, բայց այդքան կարելի ասել մի քիչ մեջն եմ։ Հետո առաջարկ ստացա Վենետիկում Կաֆոսկարիում կուրսեր անցնելու խտացված դասընթացներ հայագիտական ամբիոնում, շատ գոհ եմ, այն ամենալավ օրերը այնտեղ եմ ունեցել։ Կարելի ասել, որ այն 5 տարին, սկզբում արկա այսօր հետո հեռակա, այդ 5 տարին կարելի էր այնտեղ ամիսներում սովորել էի։ Նույն մասնագիտությամբ։ Այնտեղ շատ խտացված էր, այսինքն լրագրություն էինք անցնում, արևելյա հայերեն էինք սովորում, արևմտահայերեն, ամեն ինչ մեջը կար, մարքեթինգ, սերվիս։ Շատ մասնագիտություններ էինք, ամեն դասին մի բան քննարկում էինք։ Իսկ ինչքան էր կուրսի տևողությունը։ Ամիսներ էր, հստակ չեմ հիշում, արդեն հիշողության շատ լուրջ կորուստներ ունեմ ես։ Անկեղծ չեմ հիշում ինչքան էր։ Ամիսներ էր, հա։ Ես աշխատել եմ Տուրկայթ համալսարանական տարիներին, փող շատ էր պետք, համել ուզում էի մի հատ հասկանալ ինչի մեջ եմ ես, ինչի հենց այդ ընտրեցի, որովհետև միջազգային հարաբերություններ ու իրավաբանություն էի ուզում, շատ սխալ բժիշկ, ամեն ինչ ուզում էր, չէի կողմնորոշում ինչ եմ ուզում, բայց սերվիսի մեջ հասկացա, որ ինչ ուզեմ կարամ ես լինեմ, կարելի ասել, Տուրկայթ հա կարամ հանգիստ աշխատել եմ, մոտ մի տարի ու կես աշխատել եմ ու այդ հենց հիմա այս անձը որ ես կամ շատ բաներ է ինձ տվել այդ աշխատանքը։ Շատ լավ։ Հիմա մի քիչ նախապատմություն եմ ուզում պատմել, թե ես ոնց եմ քեզ ճանաչել։ Եթե կհիշես տարիներ առաջ հանրային հեռուստաընկերությամբ կար մի հաղորդում, որին դու մասնակցում էի։ Աշխատում եք սննդաբանի հետ, նիհարելու process-ը շատ վատ հիշողություններ էր, շատ վատ։ Իմ ընկերներից մեկը աշխատում էր այդ պրոյեկտում ու ես այդտեղից քեզ ֆիքսել էի, հետո արդեն նկատեցի, որ բլոգինգում մեծ հաջողություններ ունես։ Ինչի եմ սա նշում, որովհետև ուզում եմ հիմա զուգահեռ անցկացնել քո բլոգում ամենաքննարկվող, այսինքն շոշափող թեմաներից մեկի body positive-ի հետ։ Ոնց ստացվեց այդ անցումը մարդուց, ով գուցե շոուի համար մասնակցում էր մի նախագծի, որտեղ սննդաբանի մարզչի հետ ուզում էր նիհարել, մարդու, ով առանց կոմպլեքսների ցուցադրում է իրեն, իր մարմինը ու շատ կոմֆորտ ապրում է դրա մեջ։
իրականում հենց խնդիրը, որ ես սննդաբանի հետ ունեցա փոքրիկ կոնֆլիկտային սիտուացիա, ես հանգիստ կարող եմ ասել, ինքը ասաց, որ ես շոուի համար եմ մասնակցում, բայց ես ընդհանրապես նման միտում չունեի, ես ռեալ ուզում էի նիհարեի, ես ռեալ ուզում էի ինչ-որ մոտիվացիա գտնել, այսինքն այդ հաղորդումը, որ ես առաջարկը ստացա, ոնց որ ինչ-որ մեկը ինձ բրթեր, որ կարող է հենց այս իրավիճակն է, որ դու պետքա փորձվես, որ դու պետքա նիհարես ու լիքը մարդկանց էլ մոտիվացնես, եւ այլն, այսինքն շոու, ես չէի ուզում ընդհանրապես շոու, որովհետեւ ես սիրում եմ ուշադրություն, ինձ միշտ դուր է եկել այդ ամեն ինչը մանկուց ինչ որ տենց հանդեսներ, այդ ամեն ինչը շատ իմն ա եղել երևալ է, բայց այդ հաղորդմանի միտումը շոուն չի եղել։ Ու երբ որ սննդաբանը շատ կոպիտ ընդհանրապես իր հետ կապված լավ հիշողություններ չունեմ, տրավմաներ էլ կա, որ հենց իրանից է ինձ մնացել։ Չգիտեմ, պետք է այդ ամեն ինչի մասին խոսել, թե չէ ձեր հաղորդման միջև չբացեմ փակագծերը կամ կարող բացեմ խնդիր չունեմ, բայց մենք ունենք տետր, օրագրի պես, որ պետք է մեջը գրեի ինչ եմ կերել, ինչ չեմ կերել ու ինքը ասում էր որ ամեն ինչը շատ բաց է, շատ հանգիստ է, հանգիստ կարող ես մեջը գրել, ես էլ չունեմ ստելը առհասարակ իմ ոճի մեջ չի մտնում։ Ինձ թվում է հենց դրա համար է, որ ինձ շատ-շատերը սիրում են իմ անկեղծության համար, ռեալության համար ու մանկուց չեմ վախեցել ոչ մեկից, դպրոցում չեմ ստել, ինչ կար, ես ասում էի միշտ ու շատ ժամանակ ինձ ինչ-որ կյանքը հապտակում էր, ասում էր չեմ իվար կանես կյանքը, պետք է ինչ-որ, չէ, աշխարհը համոզում է քեզ, որ պետք դեպքեր կան, որ պետք է սուտ խոսած։ Նույնիսկ այդ օրագրի մեջ ես ինչ կար գրում էի, ինչ քանակի ինչ եմ կերել, գրում էի խորո վասքա բապ, էս ինչ, այնինչ որովհետև ինքը չէր դրել տաբուներ, ինքը ասում էր, հələ որ ինչ ուզում ես կեր, ես հասկանամ քո ռացիոնը ինչ ձև է։ Ու տենց ստանում էի այդ օրագրի մեջ ինքը կորթում էր, ասում էր ոնց կարելի է այսքան բան մի օր սկսեց ինչ որ զգացի ինչ նեգատիվ է ինձ գալիս, այսինքն ինքը գոնե ասեր որ օքեյ լավ, արի հասկանանք ինչ է կարելի է քչացնել կամ նույն ինքը ասում էր որ պետք չի հանել ինչ որ product։ Ես էլ այդ փաստից շատ ուրախ էի։ Հետո երկրորդ էլի տենց fake կարելի մեջ, այսինքն ես զգում եմ որ իմ տեղը չի այդ ամեն ինչը։ Ես պետք է ասենց հանգիստ լինեմ, ազատ լինեմ, մի խոսքով այդ հաղորդումից լավ հիշողություններ ունեմ։ Իսկ ժամանակ բլոգը արդեն սկսել էիր վարել։ Հա, այդ ժամանակ ես բլոգեր էի, բայց կսնակ չեմ հիշում ինչքան հետևորդ ունեի, ըստ մա ինձ բլոգինգից էլ հենց այդտեղից էին տեսել, թե ծանոթի միջոցով էին ինձ հայտնաբերել։ Բայց հա սննդաբանը ասաց, որ ես ուզում եմ աուդիտորիա ձեռք բերեմ այդ հաղորդումով, չգիտես ինչի ինքը տենց երևի ինքն էր այդ ուզում, ինձ էր վերագրում այդ ամեն ինչը։ Հիմա գանք հենց բլոգինգին։ Ինչպես սկսեցիր ու արդյոք սոցիալական հարթակներում ակտիվությունը հենց այդ միտումն էլ ուներ զբաղվելու բլոգով, զարգացնելու քո անձնային բլոգը։ Իսկ ես բլոգինգի միջոցով ուզում էի ինձ գտնել ես աշխարհում, որովհետև ամեն ինչ կար իմ կյանքում, գիտություն էի անում, դասատու էի աշխատում, էս էի անում, տներում երեխեքի հետ տարբեր, դիմում էին ինձ որ դասապատրաստում անեի, դպրոցական այդ դասիկները ես անեի։ Վայ, լիքը ռեկոներ կան որ գաղափար չունի, ասեմ մաթեմը, նկարում ուղղորդ մեն կենիցս մեկին ասում եմ մի հատ լուծում ուղղորդի ոնց պետք է այս ամեն ինչը անեմ, բայց 90% մնացածի տակից դուրս էի գալիս։ Ամենտեղ ուզում էի, ես ուզում էի ինձ գտնել։ Տենց մի օր մամայիս ընկերուհին եկավ, ասում է ինչի բլոգինգով չես զբաղվում, խոսքդ շատ լավն է, ես էլ գնացել էի Գայանե Փայծյանի մոտ հաղորդավարական դասընթացների ու սենց շատ էր ինձ հավանել, ասեց ձայնի տեմբրը, տոնայնությունը, այդ ամեն ինչը շատ իդեալական է, բայց հաղորդավարության մեջ ես լարվում եմ, ես չէի պատկերացնում ինձ TV-ում, հետո ասում էին շատ ինչ որ կեղտոտ ոլորտ է, մի մտի քոնը չի, դու սենց լրի վառ կերպար, կարող է քեզ ճխլեն այնտեղ եւ այլն, ու տենց մնում էի տենց մեյքափով էլ էի զբաղվում։ TV-ների հետ կապ։ Գիտեմ, շատ կմար էր ինձ թվում իմ կերպարը։ Հետո որ գնացի Վենետիկ, երևի դա ինձ շատ օգնեց, որտեղ ես մենակ էի, իմ սենյակում կար roommate, այսպես ասած, սենյակը կիսող աղջիկ, ու մենք առավոտից գիշեր ոնց որ ես sense շփվող, էքստրովերտ եւ այլն, ինքը մի քիչ մելանխոլիկ շատ հրաշք աղջիկ էր, մինչեւ հիմա ընկերներ ենք, բայց քիչ էր ինքը ինձ։ Ես ուզում էի անդադ հայերեն լսեի, շփվեի մարդկանց հետ, անգլերենս էլ այդքան էլ իդեալական չէ, որ տենց ազատ շփվեի ուսանողների հետ։ Տենց դնում էի այդ կամերան ինքս իմ հետ խոսում էի անդադար։ Բայց չէի փոստում այդ ամենը, մնում էր կուտակվում էր, ինչ որ մի օր գնում եմ Հայաստան, մամայիս ընկերոջից ցույց եմ տալիս, ասում եմ, նա ես եմ նկարել, հյուրանոցներին խնդրում էի, ասում էի կթողեք ձեր սենյակները չէին թողում, ով ես դու, ոչ հետևորդ ունես, ոչ ինչի պետքա թողենք մեր սենյակը նկարես, ես այդպես տարբեր կինոներից ունեի ֆավորիտ հյուրանոցներ, դե հորեկա ոլորտների, մը սերվիզ ավարտա, ասենց տրակում էր, վառվում էր մեջս, որ ուզում էի նկարեի, ես սրճարանը, այս կաֆեն, ու լրագրողի պես, տենց ինտերվյուի պես գնում եմ ռեստորանները, երեխեք այսօր ժելատո եմ կերել 2 եվրո եմ տվել, տենց թույն վլոգեր էի նկարում, բայց այդ բարթույթները, դեմքսերը ահավոր, տենց ակնե ունեի, խայտարա կոմպլեքսավորից, ես ինձ համարում էի մոլորակի ամենաչաղը, բայց այս քաշից, որ հենց հիմա կամ չգիտեմ ինչքան եմ, մի 75 եմ, մի 15 կիլոնի հարե, բայց ես մտածում եմ, որ մոլորակի ամենաչաղն եմ։
ու չէի տեղադրում վիդեոներս մամայիս ընկերին եկավ ասեց ում տեղից քեզ դրե ինչ ես դրանք պահում թթվես դնելու ասեց ումա հետաքրքիր քո բզուկն ցույց տու մարդկանց հետ էլա պետք եւ այլն եւ բան չարեց այդ վիդեոները մեկը էլի չէի տեղադրում ինչ որ կայծ էր բայց կոնկրետ չեմ հիշում այդ ինչ կայծ էր սկսեցի post-ել, բայց իմ այն որ ասում եմ նեղ կրուգի մեջ, նեղ շրջապատի մեջ, փակեր էջս ֆիլտրներ դնելով, սկսեցի քիչ-քիչ post-ել, այն Snapchat-ը այն ժամանակ կարելի է շունիկի ֆիլտր, չգիտեմ ինչ է, որ ընդհանրապես դու չես էլի։ Նայում ասում ես, այս աղջիկը ընդհանրապես ես չեմ, ընդհանրապես կորոնավիրուսի այն մասկաները կային, դիմակները, ես 3 հատ դնում էի դեմքից նոր էի տնից դուրս գալիս, մի հատ որ քթիս էս գարբին կամ փակեր, այդ ոնց է հայերեն սապատիկը փակեր, իմը շատ սապատ է, էլի սապատիկ չի ուղակի։ Մի հատ այդ փակեր, մի հատ ընդհանուր դեմքս, մի հատ այս բոխախը որ փակեր, միջև այստեղ ես դիմակ էի դնում, ես ամեն օր տենց տնից դուրս էի գալիս, այդքան կոմպլեքսարված էի։ Հետո սկսեցի առանձին ապրել, տեղափոխվեցի մենակ սկսեցի ապրել, մի քանի ամիս, ու տենց անընդհատ ես իմ ուղեղի հետ անալիզով ինքս ինձ տենց ինչ որ level-ի հասա, չեմ կարող կոնկրետ ասեմ այդ կայծը որն էր, որ սկսեցի էջս բացել։ Իսկ այդ հաջողության պահը կհիշես, որ արդեն մեծ ալիք է գալիս։ Չեմ հիշում, որովհետև ինչ որ պահի չի գալիս, այսինքն ես այն որ ասում եմ այնքան յազվայություն արեցի Instagram-ին, միջև ասեց լավ, դες զվցրիր արդեն, սպասի քեզ ռեկ գցեմ։ Հիմա որ ասում են ինչ կարելի անել, մեզ է խորտ տվեք, ոնց կարելի է հայտնիություն, ասում եմ այնքան տենց ձեզ այս աշխարհում այնքան տենց համառություն արա, մինչև ես կյանքը ասի լավ, սո ես հանձնվում եմ, ախպեր, գնա առաջ։ Սա այս աշխարհը քոննել է։ Բայց դու այդ հաջողության ֆակտորը շատ ցենց ինքնահոսի ես թողնում, բայց ինձ թվում է կային բաներ, որ մարդիկ շատ տեղեր փնտրում էին ու հենց քո բլոգում էին գտնում։ Չես կարծում, որ հենց դրա համար էին գալիս ու հետո սկսում մեծ հոսքով գալ։ Հենց իմեջի բիոյում գրած է, որ իմեջում մարդիկ շնչում են, այսինքն կային ինչ որ քիչ է, բայց այդ շատ դժվար է այդ պահելը, որովհետև շատ Հեյթը շատ չի իմեջում, քիչ է, ես գժվում եմ այդ մարդկանց համար, ովքերից այդ իրանք այնքան sense իմ հենց այդ կենսուրախ տեսակն են սիրում։ Հա, ֆեյքը շատ էր, այսինքն մարդիկ ամուսնանում են ցույց են տալի ինչ որ իդեալական կյանք, ես ցույց եմ տալի, որ ես ու մաման կռվում ենք իրար հետ, ես չգիտեմ, ընկերներիցս մեկի հետ կռվեցի, ցույց եմ տալի իմ story-ում, ասում եմ, ինչի՞ հետ էլ չեմ շփվում, ու ոնց ես այդ տեղադրել, չի կարելի։ Հեյթի մասին, այսինքն ատելության խոսքի մասին, թեթև անդրադարձ արեցիր։ Ասելով, որ քո լսարանը հիմնական դե բնականաբար եթե քո լսարանն է, քեզ սիրող ու հետևող մարդիկ են, բայց ես մի քանի օր ուսումնասիրել եմ քո էջերը TikTok-յան հարթակում ու Instagram-ում ու նենց կոմենտներ ինձ հանդիպեց, որ ես մտածում եմ, եթե ես լինեի այս մարդը հոգեբանորեն կարողա չդիմանա այդ ամեն ինչի, մտածում եմ ուժեղ է, այս մարդը ուժեղ է, ինչքան էլ որ թեթև ներկայացնում ես, բայց սա լուրջ խնդիր է, որովհետև կան մարդիկ, որ իրենց չափը չգիտեն, բարոյական սահմաններ չունեն, դաստիարակություն չունեն, ու այս ամեն ինչը պատկերացնում ենք, որ մի տեղում ինչ կոմենտ կարան անեն մարդու մասին, ով որ ուղակի, չգիտեմ, ինչ որ լողափում իրա հանգիստն ավայելում, փորձում են դա ցույց տա սոցիալական հարթակներում։ Ոնց է այս ամենին վերաբերվում, ոնց է այդ ամենակրիտիկական կոմենտներին վերաբերվում ու ինչ է անում իրանց հետ առհասարակ։ Իրանք որպես երևույթ կան, քո վերաբերմունքը ո՞րն է դրանց։ 80% նախ չեմ կարծում, որովհետև զգում եմ, որ իրանք իմ հոգեկան առողջության մեջ կարան ինչ-որ ձևով վնասեն, որտեղ շատ ժամանակ ես ասում եմ, «Վայ, օքեյ, հեյթին դե էս էլ պետքա լինի», բայց հետո ինչ-որ պահ գալիս է, որ զգում եմ, չէ, մի վարքյան են, որ ծիտը սենց կծում է, հետո նայում ես, չէ, ինչ-որ շռում թողել է քո վրա, այսինքն չի կարա լրիվ տենց ասես, որ չէ, ինձ մեկա, չէ, կարծիքները շատ կարևոր է, որովհետև ես էլ հիպեր էմոցիոնալ եմ, մի հատ մեկը սենց ուրիշ հայացքով նայեց, ես շատ ամերիկացիները ասում են overthinker, չգիտեմ, շատ մտածող, հայերեն ոնց է թարգմանվում, ես ամեն ինչը սենց շատ եմ մաշկից վրա զգում, բայց ինձ մի հատ միտք է, այդ միտքը սենց սաղ այդ ոչնչացնում է այդ ամեն ինչը, որ աշխարհի ամենալավ մարդը ունի լիքը իրան չսիրող մարդիկ։
միշտ ասել եմ այս օրինակը, հիմա էլ եմ ասել, որ Հիսուսը ինքը լավ բաներ էր անում, կույրերին տեսողություն, like հրաշքներ ամեն օր հաց էր տալիս մարդկանց, մի հատ ձկից 8000 ձուկ էր սարքում, ամբողը հացեր ուտում, վերջում ինչ որ մարդկանց խումբ կար, որ ասում էր դու կախարդ ես, դու վատն ես, դու չար ես, քեզ պետքա վերացնել, դու մեզ մենակ վնա։ Մարդը ամեն լավ բանի մեջ մարդը ունակ է, ինչ որ մարդ իր ուղեղով վատ բան գտնելու։ Հիմա ու մի հատ էլ միտք կա, որ ինձ շատ օգնում է, խի պետք է այս բոլորին դուր գամ։ Ինչի ես ով եմ որ բոլորին դուր գամ, կամ այդ ինձ ինչ կտա, որ ամբողջ աշխարհը ինձ սիրի։ Ինչ հա տալու ինձ ոչ մի բան։ Իսկ մի քիչ ուրիշ տեսանկյունից նայենք, մտածելով որ փոխել կոնտենտը փոխել։ Չէ, բացարձակ չէ։ Այսինքն ես փոխվեմ, որ վայ, սենց կլինի։ Չէ, ուրիշ է հարցս։ Նկատի ունեմ հասարակության մոտ ինչ խնդիր կա, որ մարդուն կարա մահ ցանկանա, մենակ նրա համար, որ չգիտեմ, իր կազմվածքը, իր պատկերացած կազմվածքին չի համապատասխանում։ Այսինքն հասարակության հասկացա խնդիր։ Հա, ես մտածում եմ, որ այն բարդույթները ինչ որ ինքը ունի, ու այն ինչ որ իր կյանքում չկա, ինքը ուզում է որ դու է չունենաս։ Ես ժպտում եմ, ես ուրախանում եմ, ես փոքր բաներից ուրախանում եմ, ինձ գրում են այ չտես, դու կյանքում չես տեսել ես ինչ բանը, դեպքեր կա որ ասում ժողովուրդ ես չտեսեմ։ Ես ամեն օր չի որ պապայա, մանգո, գուավա, ես չգիտեմ ես ինչ մրգեր տեսել եմ, գնացել էի Ամերիկա նկարել էի ընկերություն հյուր էի գնացել այդ շատ շքեղ սեղան, ու ես ինձ լավ եմ զգում, ընկերուց չէ, այսինքն հետևորդերը որ դարձավ ընկերու, ու ես ինձ լավ եմ զգում, ասում Աստված իմ անծանոթ իր տուն հյուրն կալել այս սեղան, ես ինձ այդ արժեքավոր եմ զգում, մարդիկ տականքություններ են տակագրում, ով ես դու չտես ողորմելի բոմժ սոված չգիտեմ աշխարհի բառերը գրում են, չեմ էլ ուզում կրկնեմ այդ չար բառերը, այն ինչ որ իրանց, այսինքն իրանք չունեն իրանց սիրող տենց մարդիկ, ինքնոց որ դու է չուներ, այսինքն դրանից նեղվում է, ինչի ամեն օր այդ սեղանն է լինում, ինձ դուր է եկել, ես հաճույք ես ունակ եմ փոքր բաներից ուրախանում, դիմացինը որ չի կարող ուրախանա, ինքը ուզում է դու էլ չուրախանաս, դրա համար է ինքը այդ ամեն ինչը գրում, ես ին վրա օրինակ, ես ինչ որ վիդեո նայում եմ, ինձ դուր չի գալիս, skip եմ, թռնում եմ այդ վիդեոն, անցնում եմ առար, բայց ինքը որ ժամանակ է, իր մեջ ինքն է այդ ամեն ինչը, իրանա վնաս, ինքն է իր կյանքը ծանրացնում, չեմ ասի խղճում եմ իրանց որտեվ այդ շատ գեղարդ է, չեմ սիրում ոչ մեկին խղճալ, like վատ է գեշա հնչում այդ խղճալը, բայց իրանց կյանքն է վատ, ինձ հա մեկ լինում է ինձ էլ է հասնում էկրանից այն կողմ այդ ամենը կարող է ես մի քանի օր առաջ հումորային հոլովակ ենք տեղադրել մամաս տենց մի քիչ տենց բաց հումոր էր արել մի քիչ տենց ամբողջ գիշերը մտածեցի փորձում եմ տենց տարբեր կողմերից նայեմ ամեն ձև հումոր է ընկալում ու ոչ մի վատ բան մեջ չկար թեկուզ տենց մեր աղջիկան որ կարա տենց թեկուզ տենց որ ես գնում մերս եկավ դու խես ասում մերս մայրս ասա չէ ինձ լավ է մերս տնավարի օքեյ իսկ ես ճիշտ եմ նկատել որ դու մամայիդ մասին կոմենտները ավելի հիվանդագին կարող ես տանես քան քո անձի մասին հենց որտեվ ես էլ եմ այդ հոլովակը տեսել, կարդացել եմ, հետևել եմ։ Հա, ես չէ, բայց մամաս մեկ-մեկ ծանր է տանում, ասեց արի արխիվացրի այդ հոլովակը, բայց հետո փոշմանեցի, որտեվ մի շարք մարդիկ ուրիշ եմ ընկալեցին այդ արխիվացնելը։ Հիմա շատ սառն եմ նայում, ինձ ոչ մի չի հասնում այդ ամեն ինչից, չի այն որ միշտ ասում եմ, sense դաղված եմ աշկս, ոչ մի չի զգում այդ հեյթից։ Սովորական եմ նայում։ Հետո բլոգերներին եմ հետագայի ապագա բլոգերներին խորհուրդ եմ տալիս, որ եթե էջդ բացել ես, դու պետք է հասկանաս, որ հազարավոր տարբեր բնավորության, տարբեր կյանք տեսած, տարբեր բարդույթներով, որ ինքը իր բարդույթը քո վրա է վերագրում, որ ինքը մի քիչ ավելորդ քաշուն, ինքը ամաչմա յուբկա հագնի, ինքը ամաչմա շորտ հագնի, ինքը այդ ամեն ինչը ուզում է պրոյեկտի քո վրա։ Ու դու պետք է օքեյ, ես հագնում եմ, sense դու մի հագի, եթե դու նեղվում ես այդ ամեն ինչից, բայց սրա հակառակ կողմն է կա, այդ հոլովակներով, այդ ատկրավենների, այդ բաց, ինչ որ ես ցույց եմ տալի, ես նայում եմ, թե ինչքան պլյուսներ է ինքը բերում ինչքան իմ սթորիներով ես լուսավ օրինակ լույս եմ բերել քաշել այգում լիքը մարդկանց կյանքը քաղցկեղով հիվանդ մարդիկ են գրում որ հիվանդանոցում այդ սարսափելի ցավերի մեջ ասում մենք քո ամեն սթորիով մեր կյանքը sense մի 5 օրով ավելի է երկարում ու ես ֆիքսվում եմ այդ լավերի վրա որովհետև չարը ավելի քիչ է աշխարհում քան լավն է ու միշտ ասում խավարը ինչ գործ ունի լույսի հետ like մենք իրար հետ նույն տեղում չեն կարել դրա համար իրանք նեղվում են իմեջում իրանք վատ են զգում իմեջում որովհետև չեն մեր վայբերը չի բռնում այդ չարերի ու իմեջի, որտեվ իմեջում լույսը շատ է ու միշտ իմը դոմինանտ է։ Իսկ քո հաջողակ հարթակը ի սկզբանե Instagram-ն էր, թե TikTok-ը կամ օգնում էին իրար։
Ես շատ դրամատրության մարդ եմ, այսինքն չունեի հստակ պլան, որ TikTok-ում պետք է 8 հատ հոլովակ փոստեմ, որ հայտնի դառնամ, Instagram-ում 4 հատ, Facebook-ում 6 հատ, որը անկեղծ հենց հիմա էր, որտեղ հավես եմ ունենում, երբ ուզում եմ ակտիվ եմ լինում, այսինքն ես շատ դրամատրություն, ընկերներ ունեմ, որ sense ժամ-ժամի դրած է իրանց մոտ այդ գրաֆիկը, իրանց էլ եմ աջակցում, իրանք էցեվան, ես դրամատրության ինչ որ պահի մուդ ունեմ, դրամատրություն ունեմ TikTok-ում եմ հոլովակներ փոստում, հա, էդ էլ է TikTok-ից էլ լիքը մարդիկ կան, որ գալիս են Instagram, բայց Instagram-ում ես ավելի ես եմ TikTok-ում երբ որ sense ազատ ժամանակ եմ ունենում post-ում եմ ինչ որ բան, բայց Instagram-ի story-ներ բաժինը որ դու քո sense առօրյան հանգիստ կարողանում sense որ իմ տան մեջն եմ Instagram-ում, բայց TikTok-ն էլ շատ լավ է, ես սիրում եմ այդ հարթակը։ Հայաստանում քիչ վատ լույսի ներքո են ճիշտ անային, որ ինչ որ ուրիշ մարդիկ են այնտեղ։ Հայաստանում թերագնահատված ամեն ինչն է թերագնահատված։ Մանավանդ բիզնեսների կողմից։ Բայց մեկ գովազդատուներին ասում եմ կթողեք ես մի հատ TikTok չի Էլին ջան այդ մերը չի մեկ էլ որ տրակում է այդ գովազդի արդյունքները որ ասես խզարացալ Էլին ջան մենք երևի տեղել պետքա մեր էջը բացենք ասեմ մարդիկ են ռեալ մարդիկ են նայողները ինչի եք վախենում ինչի եք լարվում ինչի եք այդ բարդույթներից որ փակագծեր օ չէ այդ ասողները հենց հիմա այնտեղ են TikTok-ում նստած են Խոսեցիր գովազդների մասին ինձ հետաքրքիր է այդ մոնետիզացիան քոեջի ինչպես է սկսվել ու սկզբում դու եղել ես հենց վաճառող կողմը այսինքն ինչ որ բիզնեսների առաջարկել գովազդ բարտերի դիմաց ընդհանրապես ինֆլուենսերների շրջանում դա ընդունված պրակտիկա է որ սկսնակ ինֆլուենսերները ովքեր պլանավորում են գումար աշխատել դրանով սկսում են իրենք վաճառել իրենց ծառայությունը հետաքրքիր է քո դեպքում ոնց է եղել Ինձ թվում է, որ ես ծնվել եմ գովազդ անելու համար, անկեղծ ինձ թվում է, այդ այն կյանքի ստատուսը, ես գովազդի համար եմ ծնվել, առաքելությունս էդ է, մանկուց 2-3 տարեկանից ես ինչ-որ բան գովել եմ, փոքր ժամանակ դպրոցում տանում էի ինչ-որ ստիկերներ էի վաճառում ու գովում էի 50 դրամով թափած էր բոլոր խանութներում ամբողջ լիստը, ես հատը ծախում էի 300 դրամով Չգիտեմ ոնց էր ստացվում։ Նույն ձևը, երբ որ արդեն դրսում սկսեցի հասկացա, որ այդ influencer-ի influence բառը մարդիկ դրսում հարցեր են տալիս, մարդիկ զանգում էին, այդ ժամանակ շատ նամակները իմ ծանոթների շրջապատը, «Էլին ջան, այն ինչ ռեստորանում էիր», ասել, «Ստոպ, փաստորեն իմ կարծիքը ինչ որ արժեք ունի», այսինքն մարդկանց հետաքրքիր է, ես որտեղ եմ երեք հացկերը, ես այն որտեղ եմ հանգստացել։ Ու այդ ժամանակվանից սկսած արդեն սկսեցի ինչ որ տարբեր բիզնեսներ ինձ գրել Վայ աշխարհը իմներ ապարում էի ուրախությունից գժվել էի։ Եղել է որ ես էլ եմ առաջարկներ արել, հյուրանոցների եմ գրել, բայց իրանք հələ որ չէին ընկալում, ով է բլոգերը, ինչ է ուզում մեզնից, ընդամենը 2000 հետևորդ ունի, ինչ է խոսում էս աղջիկը, բայց ես համառություն էի անում, մի քանի տենց լիստ էի կազմում, լիստ ոնց է հայերեն ցուցակ աստված ինչ վատն եմ հեսակաս են ամերիկանը հենց նոր է ավարտել ինչի է տենց անգլերեն բառեր օգտագործում պահիտակ հա անգլերեն որ կարճ է ավելի տենց եմ հիշում տենց որ ձևական բաներ չունեմ ես ձևական պահիտակ ուղեղս տենց անգլերեն բառեր է գնում ցուցակ էի կազմում 10 հատ հյուրանոցի ես ուզում եմ իմ առաջարկ էի անում որ կարող եմ գալ ներկայացնել ձեր ծառայությունները 55 րոպեանոց վիդեո էի պատրաստում բայց չէի հասկանում որ մարդկանց պետք է ավելի կարճ կամ գրում էին ձեզ ուզում ենք աչքի ինչ որ դիմակ ուղարկենք մի 100 դրամ արժեր է բայց ես աշխարհի մինչև այսօր ես գժվում եմ հենց այդ ուղարկողների համար որովհետև եթե իրանք չլինեին ես ներկապային այս level-ին չէի լինի այս փորձառությունը չէի ունենա ամեն գովազդի հետ ես մի հատ բան ստացել եմ մոնետիզացիա ոնց եղավ այդ հարցը մի հատ էլ կասեք Երբ այսինքն բլոգը սկսեց քո համար աշխատել արդեն էլի գումար բերել Ես ինքս ինձնով լիքը ընկերությունների ես ինքս գովազդ էի անում ասում էի մամա ջան ես իմ երկրի կարամ ինչ որ օգուտ տամ իմ խոսքից կարողա մարդիկ գնան ինչ որ շամպույն առնել ինչ որ հյուրանոցում հանգստանալ ես դրանից եմ որ ուրախություն էի ստանում ես հաճույք էի այդ ամեն ինչից ստանում ու ոնց որ ես էի նախաձեռնում լիքը Առաջարկներ էլ չի անում։ Ուղղակի ինչ որ օր ասում եմ ես 10 ընկերությունին պետք է այսօր գովազդ անեմ։ Ես մտածում եմ ինչ բարի մարդ եմ, բայց հետո հասկացա որ այս աշխարհը այդքան էլ այդ մարդկանցը չի ու առհասարակ անվճարը, նվեր ստացածը, այն ինչ որ տենց ուղղակի մարդը անում է։ Գիտեմ շատ մարդիկ կասեն սխալ ես ասում լավություն արագացի ջուրը չի գնահատվում, բայց ես գնահատանքի չէի սպասում, ես ինքս ինձ լավ էի զգում, ես երջանիկ, ես պարում էի, այդ օրս այդ ստացված, այս այն ժպիտով քայլում ասում եմ, ստացի, ես այսօր գովազդ եմ արել, ինչով է սա, բայց հիմա այդ ամենը շատ ուրիշ է, ոչ իմ մոտ, այլ աշխարհում,
բլոգերները ոնց որ շատ են էլի, ոնց որ փողի համար ես էլ եմ սիրում փողը, չեմ կարա խափեմ, չեմ կարա վայ փող, օ ես ոտում եմ փողը ինձից հեռու։ Չէ, բոլորս էլ սիրում ենք փող, բայց գովազ չանել փողի համար, գովազ դանել մարդկանց ինչ որ լավ բան տալու համար, բայց արդյունքը փողն էլա։ Հա, ինչ որ sense հակասական է այդ միտքը հնչում, ինչ ես խոսում, նույնիսկ չի որ, բայց sense շատ կարճ կտևի, եթե փողի համար դու ծառայես, որովհետև փողը սկսում է քեզ իշխել ու դու սկսում ես իրան ծառայել։ Փողը պետքա քո համար ծառայի, հա sense էլի ստանդարտ ինչ որ sense էժան միտքը այդ ամեն ինչը թվում ծեծված, բայց չէ, ես ներկապահին անընդհատ ինձ հիշացնում որ մի վարքյան պահի քո մարդ տեսակը, այդ մարդիկ փողոցում քեզ են նայում, այդ մարդիկ իրենց աշխատավարձից այդ կարան այսինչ բան առնեն, բայց քո խորհրդով գնում են X բանն են առնում ու դու ոնց որ պատասխանատու ես այդ ինչի համար, իր կերածի համար, իր հակացի համար չխափես էլի մարդկանց։ Հետո կարճ կարատևի նամանավան որ մեգապոլիսում չենք ապրում, ես միշտ ասում եմ Երևանը Հայաստանն էլ է փոքր, Երևանն էլ է փոքր ու մի վարքյանում կարա ասենց հակագովազդ գնա ու դու մեռնես ուղակի։ Իլիքը ինֆլուենսեր ընկերներ ունեմ, որ այսօր մի քիչ իրանց դիրքերը տենց թողել են զուտ, հենց ինչ որ պահի տենց շատ արել են գովազդ, կեղծ, այսինքն գովել են սուշի, բայց իրանք անգամ չեն փորձել, արտասահմանում էլ շատ կա։ Ես ինքս մի օր փառատոնի էի մասնակցում խորովածի, ով որ կազմակերպել էր ինքը մի հատ չփորձարկեց, fake ցույց տվեց որ ընտիրա, վաու, իդեալական բարբեկյու աշխարհի լավագույնը, բայց ինքը անգամ բուսակեր չէր, զուտ ինչ որ XX պատճառներով ինքը չփորձեց։ Չգիտեմ թե մտածում էր իրան ենք թույնելու, թե ինչ ենք անելու, բայց օրդար չէր, պետքա փորձեր, ինքն էր կազմակերպել։ Միլիարդներ էր վերջը պրոյեկտից։ Նույնն է բլոգերը չփորձած հրաշք տորթա, աշխարհի ամենահամով խորովածը, ու ինքը վեգան է ինչ որ։ Գովազների մասով, քանի որ ես էլ շատ ինֆլուենսերների հետ աշխատում եմ, նկատել եմ մի բան, որ արդեն մի քիչ նենց բնույթ է գովազդը ստանում ինֆլուենսերի համար, որ գովազդից դուրս ցանկացած կարծիք ոնց որ ափսոս լինի կիսվել հետևորդների հետ, եթե դա գովազդ չի, ոչ մի խոսք, այսինքն ամեն ինչ միայն գումարով։ Դու արդյոք նկատել ես այդ տենդենսը, որովհետև դու հենց համայնքի ներկայացուցիչ ես ու կարող ես շղթել կամ հաստատել ես կարծիքով։ Հիմա ասեմ ձեզ, մարդկանցից էլ է այդ ամեն ինչը գալիս, որովհետև երբ որ ինչ-որ բան ուղղակի ուզում ես գովես, ասես երբ ես տոպիչկոներս շատ հողաթափեր ես, ասես տոպիչկո չի հողաթափերս շատ էլի գովազդ, այսինքն Հայաստանում մի քիչ շատ ինչ որ ուրիշ օքեյ, գովազդն էլ իր տեղ ունի, նախ TV-ների գովազդներից սկսած են որ պատահական ինչ որ շատ ուժեղ ինտրիգային պահակին ու մեջ մարդու կին իրար ծեծում են խփում են, մեկ է պատահական ինչ որ YouTube վրա է կադրը գնում, այսինքն մարդկանց ուղեղի մեջ արդեն գովազդի ինչ որ նեգատիվի հետ է կապված, դրա համար բլոգերներս իմ շատ լավ ընկերներ են, այն որ անիմաստ իրանց անիմաստ գովազդ կոպիտ ասած չեն, որովհետև հեյթ է գալիս գովազդի, էլի գովազդ դեզվեցրեք, բայց եկան ընդհանրապես գովազդային միտում չունենք, զուտ ուզում եմ ասել, որ մազերս շատ փափուկ է այսօր շատ լավ շամպույնով վախում ես արդեն անուն տաս, հեսա մի բան զզվցրել ես կոկո, էլի փող ես աշխատում, բայց ընդհանրապես ոչ մի 100 դրամ մեջը չկար։ Այսինքն մարդկանց այդ կարծիքները, որ sense ամեն գովազդային օրը մի հատ sense սթրեսային բան է մեր վրա գալիս, այն ինչ որ նամակներ եւ այլն եւ այլն։ Իսկ գուցե դա հենց նրանից է, որ մարդիկ այդ գովազդի ալիքը շատ են ստանում բոլոր բլոգերներից ու միշտ ու արդեն տենց ինչ որ հակառեակցիա է ձևավորվում։ Էլի եմ ասում TV-ներն էլ կապ ունեն առաջվանից սկսած այդ sense նստված կատվել վատ գովազդները կամ շատ գովազդը, հիմա էլ բլոգեր ավելի գիտեմ, դրա համար շատ չեն նայում, դրա համար գիտեմ այդ ռեյտինգը մի քիչ իջած է, հիմա ավելի բլոգերսի գովազդներն են նայում, բայց հա Instagram-ում էլ է գովազդը շատ, դրա համար պետք է այդ չափը կարողանաս պահես էլի, sense չխորանաս, այդ sense ալիքը քեզ տանում է, ինչ որ լիքը գումարներ է գալիս, դու դրա տակ չմտնես, մարդկանց էլ չհոգնածնես, դրա համար գովազդ, reality, քո կյանքը ցույց տուր, ինչ որ լավ բան տուրին ֆոտոեր, որովհետև այսօր էլ Instagram-ը էլի իր ալգորիթմը փոխել է, ասում երբ որ դու տալիս ես օգտակար բան մարդուն, մարդը քեզ նայելու է, որովհետև շատ էլ ինչ անեջես չի գնում, բա ինչ ես տալի մարդուն, մարդը ինչ որ մի բան տուր հետաքրքիր որ քեզ նայի, մենակ գովազդ մարդիկ կան, որ հենց մտնում են այս շուկա, որ փող աշխատեն։ Սպառողը չպետք է հասկանա, որ ինքը քո վաճառքի կենտրոնն է, ինքը չպետք է հասկանա, որ դու իրանով ուզում ես աշխատես։ Չէ, այլ ռեալ խորհուրդ տուր, որ այնքան լավն է, որ բայց այդ ամեն ինչն է չպետք է fake լինի։ Շատ այլի կեղծ է այս ամեն ինչի մեջ, շատ դժվար է տենց զատելը։ Մի քիչ գովազդի ֆինանսական մասով խոսենք։
Երևի այդ թիվը գաղտնիք չի լինի ոչ մեկի համար, որ մի քիչ մեծ լսարան ու ակտիվ ու ներգրաված լսարան ունեցող բլոգերների մոտ գովազդը սկսվում է 300,000-ից real գովազդը ու կարող է ավելի բարձրանալ կախված հանգամանքներից եւ այլն ժամկետներից համագործակցության։ Ինչ ես կարծում, այս թիվը, այս ներդրումը բիզնեսների արդարացված լինում է ինֆլուենսեր մարքեթինգից հետո։ Այն օրը ժողովի է, իրանք էին ասում, բավար մենք ձեզ այսքան գումար տալու ենք, ինչքանով մեզ հետ կգա, այսինքն հայկական մշակույթը շատ վատ է հնչում այդ ամեն ինչ, այսինքն իրանք մտածում են 3 րոպեվա մեջ պետք է այդ գումարը հետ անեն, բայց այդքան էլ տենց չի։ Ես չեմ վաճառում, ես գովազդը նրա համար չի, որ դուք այս պահին վաճառք ունենաք, ինքը կարա 8 տարի աշխատի, որտեվ գիտեն էլ ինչ էջում, այս ինչ բանը տեսել են ու կարա 45 միլիոնի ձեզ հետ բերի այդ եկամուտը մի տարվա կտրվածքով օրինակ, այսինքն կոնկրետ չափելի չի այդ արդյունքը, ինչ որ ձեզ տալիս է։ Երկրորդ բլոգերը չի վաճառում ինչ որ դուք ունենաք մի անգամից, իհարկե իմ գովազդից հետո դուք ունենալու եք շատ լավ վաճառքներ, բայց ես իմ դեմքն եմ որպես բրենդ վաճառում, այսինքն մարդը ասոցացնում է ձեր ընկերությունը իմ հետ, ցանկացած բանը ինչ որ վատ, լավ, իմ հետ է ասոցացնելու։ Երրորդ, եթե արժեքը համարժեք չլինի արդյունքներին, եթե ոչ իհարկե նվազագույնն է դա, որտեղ հենց գովազդատուներն են փաստում ասում են Էլեն ջան, կարես 10 անգամ ավել ուզես, որտեղ այնքան է էֆեկտ եղել, 5 րոպեում հանել ենք այդ գումարը, պահանջարկը միանշանակ չի լինի, այսինքն safe PR-ը կգնա, ոնց ես միշտ ասում եմ, եթե սուտ խոսա գովազդի մեջ, եթե խափեք մի վայրկյանում դուք սպառվելու եք, ձեր հակա PR-ը գնա։ Նույն ձև էլ գովազդատուները այդ շուկան այնքան sense նեղա, այսպես ասած, մեկը մեկով գնում է մարքետոլոգների մեջ էլ լսի Էլեն չէ զրո էֆեկտ ատվել էլի։ Ոյ, սուտ է, ես չլսեք հանկարծ մարքետոլոգներ։ Այս ինչը Ռուզանը ենթադրենք։ Որ անկապ անուն եմ էլի տալիս։ Ռուզանա անով բլոգեր կա, չեմ հիշում։ Ամեն դեպքում իր վրա չվերցնի էլի հանկարծ Ռուզանայից դժգոհեք միանգամից կգնա էլի այդ ալիքը։ Այսինքն հաստատ այդքան արժի, որ դնում ենք այդ արժեքը հետնել շատ ժամանակ ինֆլուենսերը ես իմ վրա բերեմ օրինակը, ես նենց արժեք եմ դրել, որ մարդկանց չզզվացնեմ, այսինքն ավտոմատ արժեքը ֆիլտրում է իմ գովազդատուներին։ Մի կողմից էլ վատ է, որ սկսնակ բիզնեսները կամ մի քիչ ավելի քիչ ֆինանս ունեցողը դժվար է օգտվելը, բայց սկսնակն էլ հավատացեք, եթե հանկարծ այդ գումարը կոմպրոմիսային տարբերակներ ունենում ես։ Որ պրոդուկտը հազվադեպ, շատ հազվադեպ ունենում են, բարտերային են լինում, եթե շատ իմ սրտի բանն է, որ ես ինձ շատ ուզեցել եմ, լինում են կոմպրոմիսներ ու այն, որտեվ շատ ժամանակ ասում եմ նույն գովազդը եթե լիներ Իտալիայում, Ճապոնիայում, մենք անվճար կարող այդ կաֆեի ռիվյուն թողենք, բայց մեր երկրում է ինչ-որ կռիսություն ենք անում, դրա համար ինձ հիշեցնում եմ, որ ես առաջին իմ երկրում եմ ապրում, եթե X բան էլ լավություն անեմ, լրիվ օքեյ եմ։ Բայց շատ է լինում փոշմանը, որտեղ չի գնահատվում էլի, եկավ ձրի ես ինչ բան արեց գնաց, բայց եկան մեծ քո ձրի արածից իրանց 4 միլիոն օրինակ օգտվել են դրանից։ Բայց անգամ միած շնորհակալություն քեզ ասել է, չես անում դրա համար, հեսա կասնեն լավություն արագցի ջուրը, բայց այնքան թե վերատալի, որ այդ գոհունակությունը, շնորհակալությունը, դրա համար ամեն գովազդից հետո գովազդատուի հետ կապ եմ ունենում, ասում եմ մի հատ կասեք ռիվյուներ կտակ ինձ ինչ արժեք, որովհետև ես անալիտիկա եմ անում, անալիզ եմ անում այդ ամեն ինչը, ինչքան դա խոտ եղավ, ինչ եղավ, իհարկե լրիվ sense ստույգ չի, այսինքն ինքը հələ ամիսներով աշխատելու այդ գովազդը, հիշում են, վայ ինչ դետոքս էր ասել, վայ ինչ մարզասրահայել են չգնում եւ այլն, բայց միջին մի հատ անալիզ եմ վերցնում, իմ մենեջերի հետ քննարկում ենք անում, ոնց եղավ, ինչ եղավ, ու այդ արժեքներից ես չեմ քնում։ Всё, այս ինչ գովազդը կարժենա 4 միլիոն, չէ, մենք ոնց որ գիտենք ինչքան է եղել։ Օրինակ եթե story ֆորմատը արժի օրինակ եմ ասում 300,000 դրամ, մի օրվա մեջ զանգում եմ ասում ինչքան վաճառք ա եղել, օրինակ ասում են 5 միլիոն դրամի, այսինքն չես կարա 20,000 դրամի վաճառքանի դու դնես 3, նույն ես եմ տենց կարծում, բայց բլոգեր ընկերներ էլ ունեն, որ իրանք դրել են 300,000 օրինակ, վաճառք չի լինում, բայց իրանք ասում են չէ, օքեյ, հետո կարող է օգտվել, այսինքն սենց վերահսկողություն չի վերահսկվում այդ ոլորտը, ժամանակ է էլի պետք որ հասկանան էֆեկտիվությունը։ Իսկ ձախողման դեպքեր լինում են։ Ձախողման դեպքեր վերջին շրջանում մի տարվա մեջ կամ 1.5 տարվա մեջ չի եղել, բայց եղել է մի վարքյան հիշեմ ինչն է եղել, որ այդքան էլ լավ չի եղել։ Հիշեցի մի անգամ եղել է անհաջող համագործակցություն, երբ մոտ 2 տարի առաջ էլի սկսնակ բլոգեր էի, մի 6000-7000 հետևորդ ունեի, կարբոնային բիլինգ էի գովազդել, որտեվ իր արդյունքը 10-12 պրոցեդուրայից հետո է լինում, ու իրանք չէին ասել ինձ։ Ես էլ տենց գնացի, շքեղ գովացի, բայց արդյունք չկար։ Ես իրենց ասացի, որ ժողովուրդ այդքան էլ արդյունք չկա, ես ինքս չեմ նկատում ու ոնց որ հով ֆիլտրով չեմ ասելու հələ նայեք ոնց է փայլում մաշկս, ինչ լավ է, որտեվ չկա ռեալ արդյունք։
ու տենց իրանք էլ մի քանի օր հետո ասին Էլեն ջան, բայց այդքան էլ գոչ չենք, բայց ես ինքս գոչ էի մարածից։ Այսինքն գովազդատուն ինչ ասի, ես իմ գովազդի ընթացքում էլ իմ ձայնի տոնայից մի վայրկյանում հասկանում եմ ինքը ոնց է աշխատում։ Օրինակ մի քանի օր առաջ գովազդ էի նկարել, տես շատ պիկ գրաֆիկից մեջ արագ հասցի նկարել ու գովազդատուն դեդլայն էր ժամկետ էր դրել իմ առաջ, որ հենց այսօրը պետք է լինի ու ես տենց վրազ լարված խոսացի բան։ Հետո գովազդատուն ասեց երբ ես փոստելու Էլեն ջան, ասի չեմ փոստելու այս գովազդը, գումարն էլ հետ ուղարկեցի, ասեց ինչ խնդիր կա, գոհ չեմ իմ խոսքից, ինձ դուր չի եկել, ես էնտուզիազմով չեմ խոսում։ Հասկացանք իրար, զանգեցի քննարկում, առողջ քննարկումը շատ կարևոր է, ասի որ ժողովուրդ կլինի, ինձ չվռազացնեք, որտեղ իմ մեջում ռիալի ես չեմ կարող ֆեյք իմ դերի հրաշք այս ինչ բանը չէ։ Մի հատ թողեք էֆեկտը տեսնեմ, մի հատ թողեմ ինքը ոնց է աշխատել, գնացի մի հատ նորից նկարեցի, խզարել էր երեք կրկնակի էր, կարծեմ գումարը սղարկել, ասեց որ այնքան գոհ ենք, ամբողջ գիշեր մի 4 հոգի ինչ որ իմ գովազդն եմ ստեղանում, քանի աշխատողով տենց նամակներ, ես որ գոհ եմ, ինքը խզարելու է այդ գովազդը։ Դրա համար էլ չեմ, իրանք հաստատում են կամ գովազդատուն դե հաստատում է գովը, առաջի հաստատողը ես իմ դատավորը ես եմ, ես մի վարքամ ու մամայի հետ եմ քնում, Մամելինայի համոզիչա, լավ եմ խոսում, որ չխափեմ էլի մարդկանց։ Նիլ հայկական բրենդն առաջարկում է ոճային ու յուրահատուկ հագուստի տեսականի ձեր առօրյա կամ երեկոյան կերպարն ընդգծելու համար։ Կրիր հայկականը, կրիր Նիլ։ Ինձ միշտ հետաքրքիր էր, մինչև մի 2 օր առաջ, երբ տեսա, որ բլոգերներից մի քանիսը, Հայկը Մկրտչյան, Շալունցը եւ կարծեմ Կամոբլոգը, որպես ամենապարտաճանաչ հարկատուներ հրավիրվել էին ՊԵԿ կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում։ Հա, ճիշտ է։ Ես եմ տեսել այդ ստորի։ Ես մտածում եմ, բլոգերները հարկվում են, թե ոչ։ Հարկվում, հա, արդեն պատասխան է։ Հա, Առաջա չի դիմանում էլ, իր չսիրած թեման է։ Մանավանդ ոնց է դա վերահսկվում, այսինքն դա բլոգերի խղճի վրա թողնված ամեն համագործակցություն թե կա վերահսկող մարմին, որտեղ ինձ թվում է կարևոր թեմա է, մանավանդ գովազդներից հետո խոսելու համար։ Ես քանի որ պայմանագրով եմ համագործակցում, իմ պայմանագրի մեջ բոլոր գործընկերոջ ռեկվիզիտները պետք է պարտադիր լինեն, համ իմ պաշտպանության համար, համ իրա, թե կոնտենտի պաշտպանության համար, թե այդ ֆինանսական մասը, որ ճիշտ ժամանակին փոխանցումը լինի իմ ԱԶՀ համարին, խղճի վրա է թողնված իրականում, դեռ շատ ընկերներ ունեմ, որ ԱԶՀ չունեն, ընդհանրապես չեն էլ հետաքրքրված այդ ամեն ինչով։ Ես իմ գովազդը ինչ կուզեմ կանեմ, օքեյ, պարտադիր չի հարկվել է, բայց ես միանշանակ կողմ եմ հարկվելու, որովհետև եթե դու քո պետության մեջ աշխատում ես, պետք է նաև հարկել վճարես, ինչի՞ չէ։ Բայց հա, շատերը կան, որ դեռ պլեստում են, ես խորհուրդ եմ տալիս իրենց հետ շտապ ունենալ ԱԶՀ-ի, իրանք ինձ թվում ավելի շուտ հարկատուներ են, Հայկը նշեց, որ արդեն 8 տարի է հարկատու, ես այդքան վաղուց չէ, արդեն 2 տարի է ես հարկ եմ վճարում, 2-3 ու լիքը առավելություններ ունի հարկ վճարելը, թեկուզ հենց ինչ-որ խոշոր գնում անելուց պետությունը կարա քեզ աջակցի եւ այլն։ Հենին իմ խղճի համար է, ես գլուխս հանգիստ դնում եմ բարձի, ինչ ունեմ լարվածություն, ոչ մեկ չի կարեն վրասում իմ գլխին սարքի, որ վայ, ինչի հարկ չես հարկվել եւ այլն։ Ամենը մեկն էլ է, ընդեղել է ուզում գովազդներ անել, բայց քանի որ չգիտեի հարկվելու ձևը, ես ասի ժողովուրդ ավելի լավ է, նույնիսկ մշարից հեռու ես անգամ ընդեղ եմ, որ ես շատ վախկոտ եմ իմ բնավորությամբ, մամաս ասում այն նապաստակ, տենց ես հոգով նապաստակ եմ, իմ խղճի համար պարտադիր ամեն դաժան ամենափոքրը պարտադիր ասում կներեք հարկ վճարեք, հարկ վճարում եմ իմ ԱԶՀ։ Վայ Էլեն ջան, դե լավ, ես ինչա մի հատ վերցրեք այս գումարը, հենց հատուկ տեղ ասեմ, ստոպ, ինձ խղճի տակ իմ հաշվի փոխանցեք։ Ինստագրամում 125,000 հետևորդ ունես, բավականին մեծ լսարան, մարդկանց մեծ խումբ, որը իր հետ կարծում եմ նաև հաճելի կողմերի հետ մեկտեղ սոցիալական մեծ պատասխանատվություն է բերում։ Մի քանի օր առաջ տեսա, որ սոցիալական նախաձեռնություն էր Սարյան փողոցի վրա, փակցրած այդ պլակատները։ Գովազդային թոցիկները։ Հա, փոկում եք, մաքրում եք, շատ լավ ակցիա էր ու շատ ուրախացա, որ տենց մի բան է ստեղծվել, որ գովազդ չի, բայց հանրության շահերից է բխում։ Ոնց է այս հարցին նայում, այդ սոցիալական պատասխանատվությունը զգում ես թե չէ, որովհետև հիմնականում երկու կարծիք կա։ Ես գիտեմ, որ մարդիկ ասում են, որ ես պարտավոր չեմ ոչ մի բան, այդ մարդիկ ինքնակամ հետևում են, ընտրել են ինձ հետևել, ես ոչինչ պարտավոր չեմ անել։ Ու մարդիկ, որ մտածում են, որ քանի որ այսքան մարդ ինձ հետևում է, ես ունեմ որոշակի սոցիալական պատասխանատվություն նրանց առաջ։
Այդ երկուսի ոսկե միջինն եմ վերցնում, որովհետև շատ դեպքերում շատ sense ֆանատիկորեն են մոտենում այդ հարցին, արդեն ամեն շնչելու մեջ փորձում են շատ մարդիկ սոցիալական պատասխանատվություն գտնել։ Ես sense ֆանատիկորեն չեմ ընդունում, բայց այն ինչ որ փաստ է, որ այո, ունենք սոցիալական պատասխանատվություն ու շատ երեխեք են մեզ հետևում, լիքը դեպքերում, լիքը բաներից խուսափելու համար, որ սխալ խորհուրդ չտամ, ամեն ինչի մեջ մի հատ sense կշռադառնում եմ, ինչքանով է ինքը օքեյ, նոր post-ում եմ այդ story-ն, այդ հոլովակը, որ հանկարծ ինչ որ սխալ սովորություն մարդկանց չտան, որովհետև հենց բառը ինքը արդեն հուշում է influence, դու ունես ազդեցություն մարդկանց վրա ինչ որ չափով։ Բայց էլի եմ ասում, այդ ամեն ինչի մեջ ֆանատիկորեն մոտենալ, այսինքն լիքը դեպքեր կա, որ օրինակ մենք էքստրիմ ենք սիրում, կարող է X մարդը գնա մեր հետևից X բանին ու հանկարծ ասված ոչանի, օրինակ rafting-ի են գնացել, ինքը գնա ինչ որ խնդրի մեջ հայտնվի։ Ամեն ինչի մեջ sense պետք է ամեն ինչին adekvat նայել, որովհետև մարդիկ սիրում են, որ ասում են շարակցել դիմացինի վրա, բլոգերը ավելի շատ 40,000 անգամ ավելի իր վրա են սիրում ինչ որ բանը պրոյեկտել, չափի մեջ լինել, հա, բայց շատ արժեք հա որ ինձ զգացի այդ երբ որ մեր հետ կապ հաստատեցին ու ասին որ sense սոցիալական ակցիա ունենք ու sense մի հատ քննարկեցի ինչ որ մեջը ոչ մի միտում չունենա քաղաքը, որովհետև մաքսիմալ հազարավոր կիլոմետրով հեռու եմ այդ ամեն ինչին, հասկացա որ չէ մենակ իմ սերն է քաղաքին էս ամեն ինչը, քաղաքը այլ ավելի է սիրունացնելու ու իմ մասնագիտական նաև туриզմի հետ կապված, ոնց որ շատ ավելի սիրուն է քաղաքս առանց այդ թռուցիկների, բայց այդ ամեն ինչից հետո թեմայի մեջ հայտնվեցի, որովհետև այն թռուցիկները ինչ որ մենք մաքրել էինք, հեյթի ալիք էր բարձրացրել, իբր մենք ունենք հեյթ, տվյալ ընկերության հետ, մարքեթինգային ընկերության մեկն էր այդ ամենի կազմակերպել շատ խոշոր ընկերություն, մի խոսքով որ չես սպասում դու ինչի մեջ կարող որպես բլոգեր, բայց այդ ամեն ինչի մեջ ինչ-որ մի բան գտնում են, բայց հետո հանդիպում կազմակերպեցի այդ շատ լավ աղջիկա հետ, իրար հասկացանք, որ մենք կապ չունենք, մենք այդ թռուցիկները անգամ չենք կարդացել ինքը ինչին է վերաբերում, զուտ մենք ուզեցել ենք մաքրենք, ցույց տանք որ քաղաքը շատ մարդիկ կենացներով են, չէ՞, գժվում է, մեռնեմ այս քաղաքի ջանին։ Ինչ ես անում դու քաղաքի համար, չգիտեմ, այս ինչ բան ուտում ես, աղբի դրած այդ աղբի արգղերը ինքը դրա կողքն է ու հենց հիմա կոնտենտ են սկսել, մենք էլ ոնց որ տարածում ենք այդ ամեն ինչը, փորձում ենք տարածել, ինչ կարանք թռնելու համար այդ սխալ իրավիճակներից ինչ անենք, որ մեր քաղաքին լավ լինի մաքսիմալ, որովհետև էլի շատ էլի ծեծված բան է, բայց եթե մենք չանենք վայելով անի ու այդ ակցիան շատ լավ review-ներ ունեցավ մարդկանց կողմից, շատ սիրվեց, գրել էին, որ մենք էլ կարանք միանանք, ձեզ իմ հետևորդներից գրել էին, ու ինչ պետք չի որ մարդիկ տուգանվեն, մենք ուզում ենք այդ ամեն ինչը հասնել ճիշտ տեղում ինֆորմացված լինեն, որ ճիշտ տեղերում փակցնեն այդ թռուցիկները։ Իսկ քո ազդեցությունը օգտագործում ես ինչ որ հարցեր լուծելու համար քաղաքում։ Լավ ձևով քաղաքի համար մեծ սիրով ենք պատրաստ եմ, հա, որովհետև շատ իրավիճակներ է լինում, երբ որ բլոգերները չարաշահում են իրանց այդ ստատուսը, հանկարծ ինչ որ խանութ, չգիտեմ, սխալ բան անում կամ հյուրանոցում X բանը, ես սիրում եմ sense խաղաղ ճանապարհով լուծել, չշահարկել, գիտեք, ես բլոգեր եմ, հեսա դες safe PR կանեմ, ատում եմ այդ կոնֆլիկտային իրավիճակները, բայց եթե X բանը ավելի մեծ մասշտաբ ունի, ես հասարակության մեջ դեր կարամ X-իմ story-ով փոխեմ, մեծ սիրով օրինակ ես հենց այս այգում լույս չկար ընդհանրապես ու տենց story-ի անում ամեն օր բողոքում էի, տենց թաղապետը գրեց, ասաց Էլեն ջան, մերսի այս review-ի համար, որովհետև լիքը խնդիրներ կան, որ կարող է իրանք էլ տեղյակ չեն, չգիտեմ, կարող է տեղյակ չեն, մեր խոսքը ինչ որ ձևով տենց տեղ ունի ու այդից որ լավ է զգում ինձ որ քաղաքի համար ինձ քայլում եմ հպարտեմ էլի ասում ինչ լավ է որ այս ինչ բանը տեղ հասավ այս ձևով։ Իսկ բլոգերների համայնքում դուք ունենում եք նման նախաձեռնություններ, որ օրինակ նստենք, երեխեք, այս սոցիալական խնդիրը ունենք քաղաքում, մեր ձայնը բարձր է, մեր ձայնը հասանելի է, փորձենք բոլորով լուծենք։ Եթե նախադեպ եղել է, գուցե պատմես։ Մենք ունենում ենք չաթեր ու այդ չաթի մեջ ոնց որ քննարկում ենք անում ինչ-որ ու որոշում ենք X բանից կարելի է ստորիներ անել, X բանը կարելի է բարձրացնել այս խնդիրը, այս հարցը ու շատ օրգանիկ ձևով լինում է, որ իրոք տեղ է հասնում այդ խնդիրը։ Հիմա այդ քաղաքի մանկրության հարցը տենց առաջնային տեղում է։ Ու ոնց որ ամեն մեկս մեր լսարաններին իրազեկում ենք, որ մաքսիմալ մաքուր պահենք, լավացնենք քաղաքը եւ այլն։ Բլոգինգը հիմա հստակ մասնագիտություն է, որ օրինակ հնարավորություն է տալիս մարդկանց միայն դրանով վաստակել ու բավականին լավ վաստակել։ Բայց սենց ինչ որ կարծրատիպ կա, որ բլոգերները չկրթված
ինչ որ անհասկանալի Սուրեն ու ես հենց այդ եմ ասել, շատ ուրախանան այս թեմայից ստատուս ունեցող մարդիկ են ու դա ինչ որ ոչ տենց պատվաբեր աշխատանք է։ Բայց հիմա ես օրինակ որ մտաբերում եմ այն ինֆլուենսերներին, որոնց ես ճանաչում եմ, բոլորը շատ լավ կրթություն ունեցող, շատ խելացի մարդիկ են, իրենց տարիքում բավականին մեծ հաջողությունների հասած, իրեն վերջերս դու բնակարան գնացիր, շնորհավորում եմ, ես հիացած եմ ուղղակի, որովհետև դա մեծ ձեռքբերում է այս տարիքում սեփական ուժերով անել դա, չգիտեմ, ճամփորդել եւ այլն, սեփական ֆինանսներով դա իրոք գովելի է ու Միչել ասեք, լիսիական ինժեներս շատ հաճիկում է։ Հիմա ուզում հասկանամ որտեղ է հիմքը այդ կարծրատիպի, այդ կարծիքի ու ինչու է դա սենց մեծանում, զարգանում, երբ որ կողքին մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը։ Ինձ թվում է Instagram-ն էլ է այդ ամեն ինչի մեջ իր դերը ունեցել, որտեղ մարդիկ շատ ցույց են տալիս իրենց հրաշալի կյանքը, շատ սիրուն chill vibe-ը, ու ցույց են տալիս ճամփորդում են բլոգերները այդ ամեն ինչի լավ կողմերը, բայց մենք երբեմն ես ինքս էլ չեմ ցույց տալի թե ինչքան դժվար է, ինչքան լարվածությունը ամեն գովազդի հետ ետնաբեմում թաքնված, ասեն ձեռքերս դողալով ես այդ հոլովակը post-ում եմ տանում, Երանի ռեկ ընկնի, Երանի լավ գնա, Երանի ես ինի ու մենք այս դժվարությունները ցույց չենք տալի։ Ցույց չենք տալի, որ մենք 24 ու 7 ենք աշխատում, եթե մարդիկ ունեն այդ weekend ասված ուրբաթ շաբաթ կիրակի ազատեմ, բլոգերը չի կարա, եթե ես շաբաթվա 3 օրը կոնտենտ չփոստեմ, վիդեոներ չմոնտաժեմ, չտեղադրեմ, ես արդեն իմ տեղս ինչ որ մեկը կգրավի կամ իմ մասին կմոռանան, կամ էջի ստատիստիկան կիչնի, engagement ասված եւ այլն, այդ ամենը կիչնի։ Այսինքն մենք ցույց չենք տալի ինչքան բարդ բան է հետ թաքնված։ Բայց այդ կրթության հետ կապված չգիտեմ։ Ինտելեկտի, հիմնականում այդ ինտելեկտի, մտածում եմ որ որովհետեւ շատ մարդիկ փնտրում են ինչ որ Harvard-ի կամ Oxford-ի համալսարան Instagram չեն հասկանում, որ այդ ժամանցային հարթակ է։ Մենք ես ինքս image reality-ը ու ես այնտեղ խոսում եմ նենց ոնց որ ուզում եմ իրենց նենց ոնց որ ուզում եմ չափի մեջ մի խոսքով այդ ամեն ինչը կպատկերացնեք, էլի այդ սոցիալական պատասխանատվությունը հաշվի առնելով հաստատիչ որ հայ-հոյան չնայած այդ սովորական կյանքում ոչ մի տեղ չունեմ, բայց ամեն դեպքում բայց աղբյուրը չգիտեմ որտեղից է գալիս, չեմ հասկանում։ Ես ինքս կրթություն նորմալ ստացած, բայց դրան էլ չեմ վերագրում։ Կարա մարդը համալսարան չավարտած իդեալական բլոգվարի շատ հետաքրքիր լինի, բայց չգիտեմ ինչի են ման գալիս ինչ-որ գրքեր, ինչ-որ գիտական, հենց Էվիկի չէ սպասումը կարելի է օրինակ վերել։ Ինչի է Սուրենը ուզում, որ մենք ինչ-որ հեղինակների գրքեր տեղեկացված լինեն կամ ամեն մեկը իր կոնտենտը, մարդկա գրքերի կոնտենտ ավարում, հենց գրականության մասով, մարդկա երաժշտական, շատ կիրթ աղջիկ է, շատ լավ կրթություն է ստացել թե Հայաստանում, թե դրսում, ու ինքը ամենասխալ մարդներում հետ կարելի է հենց այդ թեմայը շատ սխալ էր այդ ամեն ինչը։ Չգիտեմ, կամ մտածում են, որ պետքա թատերական ավարտացնես, որ երևի դու ուրեմն խելք ես։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ այդ աղբյուրը որտեղից է գալիս, բայց ամեն դեպքում ես համալսարանով էլ չեմ չափում մարդու գրագիտության աստիճանը, որտեղ այսօր գիտեք, համալսարանը միացած է, ընդունված է։ Եթե դու գիտեք որտեղից է գալիս այդ միֆը, որ ինձ թվում է, որ հարթակներում ոնց որ յուրաքանչյուր մասնագիտության մեջ կան լավ մասնագետներ ու կան վատ մասնագետներ, բայց դրանով չափել ընդհանուր մասնագիտությունը դու չես կարող։ Օրինակ չես կարող ասել, այս մի բժիշկը վատ վիրաբույժ է, վիրաբուժությունը ահավոր է։ Բայց ես առհասարակ դեմ եմ այն մտքին, որ բլոգերության մեջ, այսինքն կոնտենտի մեջ փնտրում են ինչ-որ գրական ժանր կամ ինչ-որ գեղարվեստական ժանր, դա ժամանցային հարթակ է։ Մի հատ հասկանանք ինքը ինչ է։ Իմ կյանքն է, իմ ժամանցն է, իմ ոնց որ դե ժամանցային հարթակ է, բայց կան նույն բլոգերներ, որոնք օրինակ մասնագետներ են, բժիշկները, իրանք բացի ժամանցից նաև շատ լուրջ ինֆորմացիա են տալիս։ Այդ մասն բլոգերը ինքն է որոշում ինչպեսի կոնտենտ հրապարակի։ Ես գրքեր եմ հրապարակում, մյուսը երաժշտություն է հրապարակում, մյուսը ուղղակի իր կյանքը առօրյա ցույց է տալի, մյուսը իր ընտանեկան կյանքն է ցույց տալի, ամեն մեկը սենց ինքը թիրախավորում է, այն ինչ ինքը ուզում է տա, բայց ստիպել, պրոյեկտել, որ ինչի դու գրքեր չես տարածում, հենց անգրագիտությունն է, հենց այդ։ Ինձ թվում է, որ մենք հիմա մեր հասարակությունը սոցիալական հարթակը չափում է հենց այդտեղի վատ կոնտենտով։ Եթե TikTok-ը դիտարկում ենք որպես ինչ-որ վատ վախենալու հարթակ, բայց մյուս կողմից չենք հասկանում, որ ինքը մարդուն կամ բիզնեսին հնարավորություն է տալիս ուղակի առանց գովազդներ միացնելու, ուղակի հայտնվել ռեկերում ու շատ մեծ դիտելիություն ունենալ։
Ուզում ասեմ, որ մարդուց է գալիս այդ ամեն ինչը, լիմոններից կարաս լիմոնաթե սարքես, կարաս թունավորում ստանաս, դանակի հենց այն ամենապարզ բանն եմ ասում, մեկը մարդ է սպանում դանակով, մեկը մի հատ թույն ինչ-որ ստեղծագործական բան է ստանում, վաճառում է $8 միլիոն։ Ամեն ինչից դու կարաս X բանը քաղես ու այդ մարդուց է գալիս, այդ սոցիալական պատասխանատվության հետ կապված էլ ասեմ, երբ որ մենք ամեն ինչի մեջ տենց խորանում ենք, ես հասկանում որ էլի եմ ասում, իմ հոլովակները լիքը մարդկանց ժպիտ է տալիս, չեմ ուզում ինձ անդադ գովեմ կամ X մարդու ու ես հենց TikTok-ից, Instagram-ից, Facebook-ից այնքան լիքը ինֆորմացիա, այնքան լիքը բաներ եմ սովորել, սկսած live hack-երից, սկսած travel content-ից, որ ճամփորդության մեջ ոնց անես, որ ճամփրոկոտ անցկացնես, ավել քաշ կա, ինչ սիտուացիա կա, այսինքն այնքան ինֆորմացիա տեղ կա, դու ես որոշում ինչը վերցես ու TikTok-ը այնքան խելացի ալգորիթմներ ինքը ունի, դու ինչին հավանություն ես, ինքդ նայում ես, որ վիդեոն դու նայեցիր, քեզ հետաքրքրեց, ինքը այդ հոլովակները քեզ ինչ որ վատ բաներ ես նայում, ինչ որ 48+ հոլովակներ, մեջը ամբարո տեսարանները, էտա քեզ բերել, այսինքն դու ինքդ որոշում ես ինչ նայես, ինքը քեզ ինչ բերի։ Ինձ բերում ասես շատ հետաքրքիր բաներ ու ես մարդկանց էլ չեմ հասկանում շատ ժամանակ, որ ճամփորդության մեջ եմ կաֆեապետ գրում եմ TikTok-ում կաֆեներ էս ինչ ափում գրվում եմ այդ հարթակի համար խելագարում այնքան հեշտացնում եմ կյանքը բայց ինչ որ այսին TikTok-երը չի ասենց վատով էլի ոնց որ իրան ինչ որ ասենց nickname դնեն վատ ալիքի տակ ու ընկերներից մեջ կան TikTok-երներ հենց որ այդ ինձ մի ասա տենց ինձ ասա բլոգեր ասում բայց ինչ կա դրա մեջ ոչ մի վատ բան չկա ու TikTok-եր ընկերներ ունեմ, ովքեր sense հակառակն են հիմա ապացուցում ու երևի ինչ որ տարի կգա շատ արդեն կան որ TikTok-եր հենց հիմա ինքը կոնտենտ ա վարում 24 ժամվա 22 ժամը ինքը TikTok-ում է օրից TikTok չեմ մտնում բայց մտնես 76 ժամ օրվա մեջ տեղա Մի բան որ մեզ դիտողներին հաստատ կհետաքրքրի բնակարանը, ճամփորդությունները, ինչ որ դու կարողանում ես քեզ թույլ տալ։ Այդ ամեն ինչը բլոգինգ դա ֆինանսապես քեզ ապահովում։ Լրիվ բլոգինգն է ինձ ֆինանսավորում, որովհետև չեմ կարող ճխվեմ երկու մասում եմ, որ ասում լավ լինեմ։ Շատ են առաջարկում բիզնես դիրեսարանները, բլոգինգը, ես այդպես ագահ մարդ չեմ։ Ինչքան օքեյ ինձ ես հաճույքով ինչի մեջ ես կոմֆորտ եմ զգում, չգիտեմ, ամսվա մեջ կարող է 3 հատ գովազդանեմ 6 հատ այդ ամսվա իմ եմ որ ասում եմ չափը, պահում եմ ու ուզում եմ հետագա սկսնակ բլոգերներին խորհուրդ տամ, եթե փողի ախորժակը, եթե ուզում եք փող աշխատեք, դրա համար եք մտնում ես ոլորտ, աղաչում եմ, մի մտեք ես ոլորտ, որտեղ այս ոլորտը մարդ սիրելու մասին է, մարդկանց հետ կապի մասին է, դու մինչև իրանց չսիրես, որտեղ այդ կամերան ունենց արագ sense փոխանցման, այնց թափանցիկ է փոխանցում այդ կեղծը, որ դու ուղղակի մտել որ քո վիդեոներով փող աշխատես, փող կա չէ մեջ ես, այնց անդադրսով ինչքան ես բռնում այդ ոլորտով, լավ կա չէ, այնց բան են ուզում անեն, չէ, դրա մասին հաճելի է, ես էլի եմ ասում, այնց չթվա թե ինչ որ այնց սուրբ դեմք են, որ վայ փող չէ, ինձ մի տվեք հերիքա, ես անվճար մարդկանց սիրում եմ, չէ, դու քո գործը արա, դու հավես կոնտենտ տուր մարդկանց ինչ-որ ինֆո, լավ բան տուր մարդկանց, որ իրենց կյանքին ժպիտ կտա եւ այլն, հա, ինչի՞ չէ, նաեւ գումարն էլ ինքը իրանով sense կմտնի քո կյանք։ Գովազդները։ Իդեպ մեր հաղորդում էլ արդեն կարող են գովազդներ մտնել։ Գովազդատուներ գրեք։ Շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Հուսով եմ, որ մեզ դիտող մարդիկ, ովքեր հետաքրքրված են բլոգինգով, անձնային բրենդի զարգացմամբ, ինչ որ օգտակար ու հետաքրքիր բան կքաղեն մեր զրույցից։ Ես էլ եմ ահավորորող, որտեղ շատ թեթև, sense եթերային, ոչ թե եթերային, այլ воздушный ասվածը, հեսա կասեն ռուսերեն էլի բառասետ, բայց sense շատ հավես անցավ, որտեղ շատ ժամանակ լինում է, որ հաղորդավարը շատ sense լարվածություն է քեզ տալիս, բայց Էլենա ընդհանրապես չտվեց։ Ստացի գիտեք քո անունը եթերում։ Ինձ թվում է, հա, double Double L։